Ազատության հրապարակն այսօր հերթական անգամ մարդաշատ էր, աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը ոտքի էր հանել Նայիրիդ գործարանի արդեն նախկին աշխատակիցներին։ Հավաքվածները սակայն տոնական տրամադրություն չունեին, պահանջում են իրենց 20 ամսվա աշխատավարձը։ Ինչպես հայտնի է, գործարանը սննկացել է, իսկ փետրվարի 6-ից էլ շուրջ 2000 աշխատակից համալրել է գործազուրկների շարքերը, բայց վերջնահաշվարկ այս մարդկանց հետ չեն կատարել։ Ապրիլի 27-ին հանդիպել են Հովիկ Աբրահամյանի հետ, դրանից մեկ օր հետո ստացել ընդամենը 1 ամսվա աշխատավարձ։ Հիմա պահանջում են ամբողջը։ Զորին կերել է, մարդկանց վրա հալ չմնաց, հիմա կերել են մեզի, էլ վնես հալ չի մնացել։ Անուշ, Սենց բանկները մենք ստրգատիրական կարգերում ենք ապրում, ես երգիր չի, ես օրենք չի, բան չի։ Բոլորովին չի ժպտում են հեռանկարը, որ տարի ու կես մենք պետքա 2 ամիսը մեկ աշխատավարձ ստանանք, դա 3 տարի է, արդեն կձգվի, որպեսզի մեր 18 կամ 17 ամսվա աշխատավարձը վճարել, դա տարական, չգիտեմ, դա ծաղր կլինի մեր հասցեին և իրանց էլ հետը չի կարելի այդպես։ Նայիրիդ գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը շարունակում է, համաշխարհային բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ստացվել են, սակայն էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից պատճառաբանել են, թե անգլերեն լեզվով է և հետևաբար մասնագետներ են հրավիրել թարգմանելու համար։ Նայիրիցիներին խոստացել են արդյունքների մասին ավելի ուշ տեղեկացնել։ Դրան ենք սպասում, ակնհայտ է, որ այդ թարգմանության խնդիրները եւ այլն ուղղակի ժամանակ ձգելու խնդիրը հետապնդում։ Դե ոչինչ, ինչքան պիտի ձգեն, մի 10 օր էլ կսպասենք, խնդիր չի։ Բողոքի ակցիայի մասնակիցներին շուտով հայտնի դարձավ, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն է ժամանելու Սերժ Սարգսյանը, հետևաբար որոշեցին Սարգսյանին սպասել մուտքի մոտ, հերթական անգամ իրենց խնդիրը բարձրացնելու ակնկալիքով։ Ճանապարհի այս հատվածը նայիրիցիների համար փակվեց, րոպեներ անց այստեղով քայլելու է Սերժ Սարգսյանը, նրան մոտենալ ոստիկաններն արգելում են հավաքվածներին, պատճառաբանելով, թե ներսում տեղի ունեցող միջոցառմանը նայիրիցիները հրավիրված չեն։ Նայիրիցիների առջև ճանապարհն այդպես էլ փակ մնաց, նրանք որոշեցին երթով շարժվել դեպի կառավարության շենք, հայտարարելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու այլ եղանակներ կմտածեն։ Այս կանաքաղաքի կենտրոնում իրավիճակը լարված էր նաև մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում։ Այստեղ էլ բողոքի ակցիային իրականացնում անհատ տաքսու մեքենաների վարորդները, իրենց դժգոհությունն արտահայտելով կառավարության կողմից ընդունված լիցենզավորման կարգի մասին նոր օրենքի դեմ։ Ինչ եմ արել, որ տուգանվեմ, լիցենզիա չեմ անել, պահ, յանեմ սաղ մի հարցերը լուծվել է, մի հատ լիցենզիան է մնացել։ Ինչ է կարել, որ մտը լիցենզավորվենք։ Կան չի փոխ։ Չէ, մարդկանց վախցնում են, մարդկանց չգիտեմ, տուգանում են, այս ճանապարհային ոստիկանությանը, այս մեր ոստիկաններին, մեզի բզմբրթում են գցում են իրար մեջ։ 1000 դիմում տվինք, 1000 դիմում։ Իրանք ասին աղբերական մտեք, սա հարցերը քիչ-քիչ կլուծենք, ոչ մի հատ չեն լուծել։ Նշենք, որ նոր օրենքի համաձայն անհատ տաքսու մեքենաների վարորդները պետք է իրենց ամսական եկամուտից հաստատագրված վճար մուծեն, ինչպես նաև հաշվի տեղադրեն, որի արժեքը հավաքվածների խոսքով 60-ից 120 հազար դրամ է։ Տաքսիստների բողոքի ակցիային ներկա էր նաև պատգամավոր Արամ Մանուկյանը։ Վերջինս լրագրողների զրույցում նշեց, թե գործող իշխանությանը հասարակության խնդիրները չեն հուզում, նրանք միայն մտածում են սեփական հարստացման մասին։ Չկա ոչ մի առանձին խնդիր, ոչ տաքսիստի, ոչ ոսկերի չի, կա մի խնդիր։ Քաղաքական խնդիր, երբ որ քաղաքական թիմը անգրագետ է եւ ընդհանրապես փող է սիրում, ուրիշ ոչ մի աստվածու նպատակ չունի։ Այդ առումով երկիրը կործանելու ճանապարհն են բռնել ու տանում են։ Բողոքի ակցիաները, ինչպես նայիրիցիներն, այնպես էլ անհատ տաքսու մեքենաների վարորդները խոստանում են շարունակել, պահանջելու են հարգել իրենց իրավունքները, իսկ առայժմ արձանագրում են իշխանության ներկայացուցիչների արհամարհանքը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։